Սիրելի գետահովիցիներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, ողջունում եմ բոլորիդ, ողջունում եմ։ Շնորհակալ եմ, որ եկել եք եւ մի քանի թեմաների անդրադառնամ։ 2018 թվականից հեղափոխությունից հետո մենք խոստացանք Հայաստանում անել տնտեսական հեղափոխություն։ Շատ կարևոր է անդրադառնալ այդ հարցին։ Լավ, եղավ այդ տնտեսական հեղափոխությունը, թե չեղավ։ Ասում այո։ Դու ինչ գիտես տնտեսության մասին, որ մի հատ էլ ասում ես այո։ Եղավ տնտեսական հեղափոխություն։ Հա? Ճիշտ ես ասում։ Ինչ տեղի ունեցավ մեր տնտեսության հետ։ Ուրեմն վերցնում ենք վերլուծություն ա եղել 2018-ից մինչև 2025 թվականը ներառյալ։ Կա աշխարհի միջին տնտեսական աճ, այսինքն վերցվում է աշխարհի բոլոր երկրների տնտեսական աճը եւ դուրս է բերվում միջինը։ Հայաստանի Հանրապետությունը 2018-ից 2025 թվական ներառյալ աշխարհի միջինից բարձր տնտեսական աճ է արձանագրել։ Կա Եվրասիական տնտեսական միության միջին տնտեսական աճ։ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության միջին տնտեսական աճից բարձր աճ է արձանագրել։ Եվ Հայաստանի համախառն ներքին արդյունքը 2015-ից 2025 թվականը ներառյալ 53% աճ է ունեցել։ Ժողովուրդ ջան, 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում մենք եկանք ասենք միջինում 7% տնտեսական աճ ենք ապահովելու։ Մենք միջինում 21-ից 25 թիվը եւ 26-ի արդյունքներն էլ անկախ նրանից ինչ կլինեն, մենք միջինում 7% տնտեսական աճի ցուցանիշը ապահովել ենք։ Բայց իհարկե այդտեղ կառավարությունը դեր ունի, բայց այդտեղ առաջնային դերը պատկանում է Հայաստանում աշխատող մարդկանց, որովհետև կառավարությունը ինքը տնտեսական աճը նպաստում է, օգնում է, խթանում է, բայց աճը ստեղծում են մարդիկ։ Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնեմ Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող եւ օրենքով սահմանված հարկերը վճարող մարդկանց, որովհետև մեր խնդիրն է առաջին ցանկացած այն կառավարությունը, որ ուզում է տնտեսությունը զարգանա, իր թիվ 1 խնդիրը պետք է լինի չխանգարել առաջին հերթին։ Եվ ես մտածում եմ, օրինակ, ես շատ հետաքրքիր մի բան կա։ Օրինակ, բազում փաստեր կան վկայող, եւ ես էլ եմ այդ թեմայի հետ առնչվել, որ Հայաստանի ղեկավարները օրինակ իմանում են ով ինչքան արտահանեց, ինչքան ներդրեց, անհատական ըստ ընկերությունների։ Ես արձանագրում եմ, որ ես շատ տեղեկություն չունեմ, որովհետև այդ տեղեկությունը ինձ հետաքրքիր չի, որովհետև տենց առանձին հետաքրքրվում են, նայելով թե ով ինչով է զբաղված, վերահսկելու, փայ մտնելու եւ այլնի համար։ Ես ձեզ մեծ պատվով եւ ուրախությամբ զեկուցում եմ, որ ես 8 տարի վարչապետ եմ, Ժորժ ջան, ես ոչ մի բիզնեսի մեջ փայ չեմ։ Ոնց որ չեմ եղել, այնպես էլ շարունակում եմ չլինել։ Բայց մյուս կողմից տնտեսության աճի հետ կապված շատ կարևոր բաներ եմ ուզում ասեմ տնտեսական հեղափոխության 2018-ից մինչև 2025 թվականը ներառյալ 34,000 ընտանիք Հայաստանի Հանրապետությունում կառուցվող շենքերում բնակարանա ձեռք բերել 34,000 ընտանիք եւ մենք Հայաստանի տարբեր ծրագրերով շուրջ $1 միլիարդ աջակցություն $1 միլիարդ աջակցություն ենք հատկացրել տարբեր քաղաքացիների բնակարան ձեռք բերելու հարցում ներառյալ սահմանամերձ գյուղերում 16 միլիոնով բնակարանի շինարարության հարցը այսօր Տավուշի մարզում 1931 ծրագիր է հաստատված 16 միլիոն դրամ 1931 պետական բյուջեի հաշվին սահմանամերձ գյուղերում տներ են կառուցվում եւ սահմանամերձ այսօր կողմում հարցում են կողմը հսկայական գյուղ է ենթադրում եմ կարող է գետահովիտից էլ մեծ լինի կողմը մեծ է ասում եմ անկախությունից ի վեր կողմում քանի է տուն է կառուցվել զրոյից որ մարդիկ տուն են կառուցել իրանց համար նո ասում են 3 կամ 4 91 թվականից մինչև 2022 թիվը
Այսօր կողմում 16 միլիոնի ծրագրով 300 հատ տուն է կառուցում, 300 հատ տուն։ Նույնն է Բերթավանում։ Ասում եմ քանի տուն է կառուցվել, ասում են 2-3։ Այսօր 200 հատ տուն է կառուցվում Բերթավանում 16 միլիոնի ծրագրով։ Եվ սա տնտեսական հեղափոխության էֆեկտներից մեկն է։ Բայց շատ կարևոր է, որ մարդիկ իրանց վրաց գան տնտեսական հեղափոխություն, դա չլինի մենակ լուրերի վերնագիր, կարգախոս, քարոզչական նյութ։ Հիմա Հայաստանի Հանրապետությունը մարդը ո՞նց է զգում տնտեսական հեղափոխությունը։ Առաջին հերթին սոցիալական վիճակի փոփոխությամբ։ 2018 թվականին, երբ որ ես վարչապետ եմ ընտրվել, նվազագույն թոշակը եղել է 16,000 դրամ, այսօր նվազագույն թոշակը 46,000 դրամ է, պլյուս անկանխի կառավարի դեպքում հետ վճարի 10,000-ի հնարավորությունը։ Ես 8 տարի վարչապետ եմ, 7 անգամ մենք անդրադարձել ենք թոշակի թեմային, 8 տարվա ընթացքում 7 անգամ, ուղակի կամ անուղակի, 5 անգամ, 4 անգամ թոշակի դրույթն ենք բարձրացրել, եւս 2 կամ 2 անգամ էլ անկանխի կառավարի հետ վճարի հնարավորությունն ենք ստեղծել։ Եվ այսօր Հայաստանի պատմության մեջ առաջի անգամ միջին թոշակը ավելին է, քան նվազագույն սպառողական զամբյուղը։ Եվ սա տնտեսական աճի եւ տնտեսական հեղափոխության էֆեկտն է։ 2018 թվականին ես ուրիշ բան էի խոստացել։ Ես խոստացել էի, որ Հայաստանի քաղաքացին հիվանդանոցի դռներին չի մնալու։ Այսօր մենք ունենք առողջության ապահովագրության համակարգ, որով Հայաստանի քաղաքացին հիվանդանոցի դռներին չի մնում։ 65 պլյուս տարեկան եւ մինչեւ 18 տարեկանների առողջապահական նվազագույն կարիքները հոգում ենք պետական բյուջեի միջոցների հաշվին։ Այսօր մի մարդ մոտեցել է, այսինքն ամեն օր են այդպես մարդ մոտենում, բայց այսօր մի մարդ մոտեցել է, ասում է, ես կուրացած եմ, ասում է, ես չէի տեսնում, ասում է, հիմա գնացել եմ, վիրահատվել եմ այդ համակարգով եւ աչքից ոսպնյակը ասում է փոխել։ Ասում եմ հիմա տեսնում ես, ասում է հա հիմա տեսնում եմ, ել ես տեսողության խնդիր չունեմ, ասում է դեմս կանգնած, ասում է այն ժամանակ դեմդ կանգնեի, ես դեմքը չէի, մարդկանց դեմքը չէի տեսնում։ Եվ այսօր հարյուրավոր ու հազարավոր մարդիկ օգտվում են բժշկական ծառայություններից, որոնք արժեն 5 միլիոն դրամ, 4 միլիոն դրամ, 3 միլիոն դրամ, 2 միլիոն դրամ, 1 միլիոն դրամ, 500,000 դրամ, այդ մարդիկ սովորական պայմաններում չէին կարող հոգալ, այսինքն չէին կարող իրանց թույլ տալ նման բժշկական ծառայություններ։ Այսօր պետությունը կանգնած է իր քաղաքացու կողքին, եւ սա տնտեսական հրաշքի եւ տնտեսական հեղափոխության արդյունք է նաեւ։ Բայց նաեւ ուրիշ բանի արդյունք է։ 2018 թվականին մենք խոստացել ենք, որ թալանը դադարեցնելու ենք եւ թալանվածը վերադարձնելու ենք։ 2018 թվականից մինչև 2026 թվականը էսպայի դրությամբ մենք պետական բյուջե լրացուցիչ 6.6 միլիարդ դոլար հարկային եկամուտ ենք ապահովել, 6.6 միլիարդ լրացուցիչ դոլար։ Այդ սրանք են գումարներն են, որոնք հեղափոխությունից առաջ հոսում էին ինչ-որ ձեզ հայտնի մարդկանց գրպանները։ Մենք այդ հանել ենք իրանց գրպաններից եւ ուղղում ենք քաղաքացիների գրպանները թոշակի տեսքով, առողջության ապահովագրության տեսքով, դպրոցների 300 դպրոց եւ 500 մանկապարտեզի ծրագրի տեսքով, ուսուցիչների ատեստավորման, կամավոր ատեստավորման տեսքով, որտեղ մեր ուսուցիչները իրենց աշխատավարձը կրկնապատկելու հնարավորություն ունեն։ Այսօր նաև մենք էլի քննադատություն անջում, ասում են ինչ եք ուսուցիչների ատեստավորում անում։ Մի շատ պարզ պատճառով, ժողովուրդ ջան, որովհետև յուրաքանչյուր ծնող ուզում է վստահ լինի, որ իր դասարան մտնում է պրոֆեսիոնալ համապատասխան ստանդարտին համապատասխան ուսուցիչ։ Շատ ծնողներ կան, մեզ այդ հարցով դիմում են, ասում են այդ ուսուցիչը մեր բարեկամն է, մեր հարևանն է, մեր ընկեր, մենք չենք կարող գնանք իրան, ինքը գալիս է ասում է երեխոդ բերիմ դասարան։ Ասում է ես չեմ կարող, մարդու է, որովհետև դա վեճա, դա կռիվ է, դա նեղանալ է եւ այլն, եւ սիրում են մարդ, չեն ուզում վատություն անը։ Ասում են պետություն, դա քո պարտավորությունն է։ Ես դու դպրոց ես դրել անունը։ Հիմնարկյանում դպրոց ես դրել, դու ասել ես, որ երեխան պետք է կրթություն։ Դու ապահովի, որ այն ուսուցիչը, որ մտնում է, ինքը մոտիվացիա ունենա ինքը իր վրա աշխատելու։ Ժողովուրդ ջան,
բոլորը ունեն մոտիվացիայի կարիք, որովհետև էնտուզիազմը հասկացանք մի շաբաթ, երկու շաբաթ, մի տարի, 3 տարի, 5 տարի, բայց մարդը նաև իր համար ջանքա չէ, ու այն մարդը ով ինքը իր վրա շատ աշխատում է, ուզում է որ պետությունը գնահատի դա, ուզում է բոլորը իմանան, ուզում է իմանան, այդ ուսուցիչը ուզում է իմանան, որ ինքը գնում է տանը մի հատ էլ տան հոգս է անում, բայց գիշերը 2 ժամ ուշ է քնում կամ 2 ժամ շուտ է զարթնում ու կարդում է, ինքը իր վրա աշխատում է, այն մյուս պայմաններում դա չի երևում, դա չի երևում, մարդը ուզում է որ իր կատարած աշխատանքը գնահատվի, եւ ես շնորհակալ եմ, արդեն հազարավոր ուսուցիչներ կան Հայաստանի Հանրապետությունում, որ կամավոր ատեստավորում են անցել, եւ ես շնորհակալ եմ բոլոր այդ ուսուցիչներին, որովհետեւ իրանք նաեւ մյուսների համար են մոտիվացիա, որ բոլորիս համար են որ մոտիվացիա, որ մենք մեզ վրա աշխատենք։ Այսօր Հայաստանում 700,000 դրամ ստացող ուսուցիչ կա, բայց կամավոր ատեստավորումը շարունակվելու է, եւ եթե նախորդ փուլում ատեստավորման արդյունքում 100,000 դրամը դրույքը դառնում էր 200,000 դրամ, պլյուս ատեստավորման տոկոսը, 5 տարի ով որ ատեստավորվեց, 5 տարի հետո նորից ատեստավորվելու հնարավորություն ստանալու, եւ այս դեպքում դրույքը 200,000-ից դառնալու է 300,000 պլյուս ատեստավորման տոկոսը։ Եվ մենք ասում ենք, մեխանիզմ պետք է լինի, ու տենց միշտ, ու տենց անընդհատ, եւ Հայաստանում ուսուցիչները այո պետք է ստանան 1 միլիոն դրամ աշխատավարձ, 1.5 միլիոն դրամ աշխատավարձ եւ այլն եւ այդպես շարունակ, բայց նաեւ պետությունը պետք է հնարավորություն ունենա այդ աշխատավարձը տալ, որտեղ աշխատավարձ թոշակ բարձրացնելը ուզում են որ բոլորս պատկերացնենք ինչ բարդ եւ պատասխանատու որոշում է, ինչի է դժվար թոշակ բարձրացնելը, որտեղ 650,000 թոշակառու կա հանրապետությունում, որ թոշակառուի թոշակը 1000 դրամ բարձրացնում ես, այդ թոշակառուի համար ոչ մի բան է, 1000 դրամ ինչի համար, բայց 1000 դրամ բարձրացնելը պետության համար միլիարդավոր դրամներ, որը ինքը արդեն հավերժ պետքա ծախսի, որովհետև բարձրացնել չես կարա իջեցնես, որ բարձրացրիր, արդեն հավետ պետքա բարձր լինի, այդ իջեցնելը կնշանակի մարդու գրպանին խփել, բայց մենք այսօր գնում ենք այդ ճանապարհով, որովհետև համոզված ենք մեր տնտեսական հեղափոխության մեջ, որովհետև մեր տնտեսական հեղափոխության հաջորդ փուլերն են բացվում, մասնավորապես այն ինչ որ հիմա կատարվում է, TRIP նախագծի հետ կապված փաստաթուղթը մենք ստորագրեցինք, հույս ունենք դա նկատվել է ընդհանրապես այդ իրադարձությունը, եւ դրանով ինչ արձանագրվեց, որ նախ փակվեց այդ թեման, չնայած այդ թեման չի եղել երբեք, մեզ մեղադրում են, թե մենք միջանցք ենք տալիս, ես ենք անում, են ենք անում, TRIP նախագիծի հուշագիրը Հայաստանի արտաքին համաձայնագիրը, Հայաստանի արտաքին գործերի նախարարը եւ Միացյալ Նահանգների պետքարտուղարը ստորագրեցին, եւ այնտեղ արձանագրվեց, որ TRIP նախագիծը գործելու է Հայաստանի ինքնիշխանության տարածքային ամբողջականության իրավազորության ներքո եւ մի հատ էլ լրացուցիչ նախադասություն, որ Հայաստանի Հանրապետությունը պահպանում է իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, իրավազորությունը TRIP նախագծի իրագործման բոլոր հատվածների վրա, այսինքն այն ինչի համար մեզ 5 տարի մեղադրում էին, դա եւ մենք ասում ենք, որ դա մտածածին կատարյալ սուտ տեղեկություն է, ապացուցվեց մեր ասածը, հիմա բայց առջևում ավելի մեծ իրադարձություններ են, այդ իրադարձություններն են, որ Հայաստանի երկաթուղիները պետք է բացվեն, հիմա միջազգային ներդրողները, մեր ճանապարհները պետք է բացվեն, հիմա միջազգային ներդրողները նկատում են, որ արևելքից արևմուտք ամենակարճ ճանապարհը անցնում է Հայաստանով, Հայաստանի հյուսիսով, Տավուշի մարզով, Լոռու մարզով եւ Շիրակի մարզով, եւ առաջիկա շրջանում մեր անելիքն այս պոտենցիալը օգտագործել, այսօր արդեն մեծ հետաքրքրություն կա եւ արդեն միջազգային ներդրողները հետաքրքրվում են հնարավորության, որ Ադրբեջանից Հայաստան եւ հետո դեպի արևմուտք գնացող ճանապարհները բեռնատարների համար դառնան վճարովի միջազգային բեռնատարների համար, որը մեծ եկամուտներ է բերելու Հայաստանի Հանրապետությանը եւ սա տնտեսական հեղափոխության հաջորդ էտապն է, եթե ուշադրություն դարձրել եք նախագահ Տրամփի վերջին օրերի գրառմանը, այնտեղ տնտեսական հեղափոխության մի նոր փուլ է բացվում,
Երբ որ Միացյալ Նահանգները բացահայտում է, որ ինքը TRIP նախագիծը տեսնում է արևելքից արևմուտք էներգակիրների հոսքի ապահովմամբ։ Եվ սա մեծ իրադարձություն է, որովհետև էլի Հայաստանի միլիարդների ներդրումներ ա բերելու, աշխատատեղեր են բացվելու, եկամուտներ են ապահովելու եւ որ կարեւոր է Հայաստանի անվտանգության մակարդակն է բարձրանալու, որովհետև երբ որ արևելքից արևմուտք էներգակիրներ են հոսում, աշխարհի մեծ տերությունները ավելի շատ մեծ թվով մեծ տերություններ շահագրգիռ են դառնում, որ Հայաստանի կայունությանը որևէ բան չսպառնի, որպեսզի իրանց մատակարարումները չխաթարվեն, որտեղ երբ որ իրանց մատակարարումները խաթարվում են, իրանք ներքաղաքական խնդիրներ են ունենում։ Եվ սա, այո, պատմական մի նոր շրջափուլ է Հայաստանի համար։ Բայց պատմական այս մեծ փոփոխությունների ֆոնին մենք չենք մոռանում շատ կարևոր մի խնդրի մասին, մեր բանակի բարեփոխումների մասին։ Ես հույս ունեմ դուք զորահանդեսը տեսել եք առնվազն հեռուստատեսությամբ եւ ինչ տպավորություններ։ Բայց հիշում եք, չէ, ինչ էին ասում 5 տարի, որ մենք բանակը քանդել ենք, որ մենք բանակը ոչնչացրել ենք, որ ես Ալիևի եւ Էրդողանի առաջ պարտավորություն եմ ստանձնել, որ Հայաստանի բանակը լուծարեմ, որ զենք չառնեմ եւ այլն։ Այն ինչ որ տեսակ դուք հրապարակում, դուք այնտեղ չտեսակ ոչ մի օգտագործված զենք, ոչ մի ամեն ինչ գործարանից մատակարարվել է Հայաստանի Հանրապետությանը եւ արտադրվել է Հայաստանի Հանրապետության համար։ Հրապարակում ձեր աչքի առաջ մի քանի միլիարդներ անցան, մի քանի միլիարդների զենք զինամթերք անցավ եւ բոլորը նոր եւ գործարանային արտադրության։ Իսկ նախկինում բայց շատ ավելի կարևոր է տնտեսական հեղափոխության մի ուրիշ էֆեկտ։ Մենք այլևս մի քանի շատ կարևոր նմուշներ բազմաթիվ արտադրված էին Հայաստանի Հանրապետությունում։ Մենք ռազմական արդյունաբերություն ունենք։ 2021 թվականից մենք 170 միլիարդ դրամ ներդրում ենք արել ռազմարդյունաբերության մեջ։ Պլյուս գիտության ֆինանսավորումը 2.7 անգամ ավելացրել ենք։ Գիտության ոլորտում աշխատավարձերը էլի կամավորատեստավորման միջոցով 100-ից 300%-ով բարձրացրել ենք։ Եվ այսօր մենք ունենք արդյունքներ։ Եվ մենք այսօր ունենք արդյունքներ, ունենք ռազմական արդյունաբերություն, որը առաջին արտահանման պայմանագրերն է կնքել արդեն տասնյակ միլիոնավոր դոլարների զարգացած երկրներին արտադրված է Հայաստանում ռազմամթերք մատակարարելու համար։ Սա տնտեսական հեղափոխության արդյունք է եւ տնտեսական հեղափոխության հաջողությունը։ Ջորջան, այս ամեն ինչը իհարկե շատ կարևոր է, բայց կարևոր է նաև արձանագրել, որ մենք բանակը զարգացնում ենք եւ դեռ զարգացնելու ենք։ Սա ընդհանրապես ինչ որ մենք ցույց տվեցինք, սա մի անկյունակար է, որի վրա պետքա կառուցվի։ Բայց մենք նաև պետքա մեզ հաշիվ տանք, որ բանակի զարգացումը օբյեկտիվորեն հնարավոր այն պայմաններում, երբ որ մենք ասում ենք, ոչ միայն ասում ենք, այլև այդպես մտածում ենք, անկեղծորեն այդպես մտածում ենք եւ ռազմավարական առումով այդպես վարվում ենք, որ բանակը մեզ անհրաժեշտ է միայն ու միայն Հայաստանի միջազգայինորեն ճանաչված սահմանները պահելու համար։ Հակառակ դեպքում մենք չենք կարողանալու զարգացնենք։ Եվ ելի եմ ուզում կրկնեմ, մենք ինչի 2022 թվականից հետո հնարավոր դարձել բանակի զարգացումը, որտեղ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Դրանից առաջ մեզ չեն վաճառում այդ ձեռքը։ Երկու պատճառով, որոնցից մեկը ամենալուրջը չէր, կապված նրա, որ մենք հապկ անդամ ենք եւ իրանք չեն կարող այդ բարձր տեխնոլոգիական զենքերը մեզ վաճառել, որովհետև այնտեղ գաղտնի կոդեր կան եւ այլն, որովհետև իրանց երաշխիքներ են պետք, որ մենք դա չենք փոխանցի։ Եվ երկրորդը,
մեզ ասում են, որ մենք վստահ ենք, որ դուք այդ զենք օգտագործելու եք ձեր տարածքային, միջազգայինորեն ճանաչված տարածքից դուրս, հետևաբար մենք այդ զենքը չենք վաճառում։ Եվ միայն այն բանից հետո, երբ ես այդ որոշումը կայացրինք, որ մենք Ալմաթայի հռչակագրի հիման վրա ենք մեր ռազմավարությունները կառուցելու, զենքի շուկաները սկսեցին մեզ համար կամաց բացվել։ Իսկ այն ժամանակ, երբ որ ես հայտարարեցի, որ մենք չպետք է շարունակենք Ղարաբաղի շարժումը, ընդհանրապես զենքի շուկայի բոլոր սահմանափակումները վերացան։ Այսօր չունենք մենք ոչ մի սահմանափակում։ Նախկինում օրինակ Մեծ Բրիտանիան 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո վերացրեց բոլոր սահմանափակումները Հայաստանի Հանրապետությանը զենք վաճառելու։ Մենք արդեն զենքի գնման պայմանագիր ունենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Այսինքն այդ պայմանագիրը Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցի ընթացքում մենք նույնիսկ նմուշն ենք ցույց տվել։ Բայց այս նշանակում է, որ զորահանդեսին ամբողջը չենք մենք ցույց տվել, որովհետև լավ 2 ժամից ավել, այդ արդեն թիթիզություն կլներ, 2 ժամից ավել, առանց էնել շատ երկար է։ Բայց շատ կարևոր է արձանագրել, որ այդ ամեն ինչը մեզ պատերազմի համար չի պետք, մեզ խաղաղության համար է պետք։ Որովհետև ինչ ենք մենք բանակը զարգացնում, միևնույն ժամանակ դա նշանակում է, որ մենք խաղաղությունից հրաժարվում ենք կամ խաղաղությանը կասկածում ենք, ոչ։ Պարզապես ուժեղ եւ պաշտպանունակ բանակ չունեցող ցանկացած երկիր կարա գայթակղիչ լինի ագրեսիայի համար։ Մենք այդ տարբերակը բացառում ենք։ Բայց ամենակարևոր նորությունը, ժողովուրդ ջան, որ ես ուզում եմ կիսեմ ձեզ հետ եւ շնորհավորեմ ձեզ այդ առիթով, այնա, որ Հայաստանի Հանրապետությունում ի վերջո հաստատվել է խաղաղություն եւ դա շնորհավորելու առիթ է։ Արդեն իմիջիալոց այդ նույն հայտարարությունից հետո արդեն 2 տարի է, որ մենք սահմանին ոչ զոհ ունենք, ոչ վիրավոր։ 2025 թվականը առաջին օրացուցային տարին է, որ, այսինքն հունվարի 1-ից դեկտեմբերի 31 մենք զոհ չունենք եւ վիրավոր։ Առաջինը, նախկինում մենք երբեք այդպիսի օրացուցային տարի չենք ունեցել, սկսած 1991 թվականից։ Եվ հիմա առաջիկա ընտրությունների առանցքային հարցը հետևյալն է. Հայաստանի ժողովուրդը խաղաղությանը տեր կանգնելու է, թե տեր չի կանգնելու։ Որովհետև շատ կարևոր է, որ ես համատում եմ 9 ամսական խաղաղությունը 9 ամսական երեխայի հետ եւ ասում եմ, որ 9 ամսական խաղաղությունը 9 ամսական երեխայի հետ մի ընդհանրություն ունի։ Եթե նրան չխնամենք, նա չի ապրի։ Եվ հետեւաբար Հայաստանի ժողովուրդը պետքա որոշում կայացնի։ Ինքը տալիս է խաղաղությանը ապրելու իրավունք, տեր կանգնում է, խնամում է, հոգ տանում է խաղաղության նկատմամբ, թե չէ։ Եթե այո, մենք այդ խնդիրն էլ շատ պարզացրել ենք ձեզ համար, որովհետև մենք ասում ենք, որ խաղաղությանը տեր կանգնելու համար պետք է անել հետևյալը. 2026 թվականի հունիսի 7-ին գնալ ընտրական տեղամասեր եւ տեր կանգնել խաղաղությանը գործելով հետևյալ տրամաբանությամբ. Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև ինչի շատ կարևոր է արձանագրել, ինչ ենք քվեարկում 16-ին, որովհետև պետությանը տեր ենք, անկախությանը տեր ենք, ապագային տեր ենք, խաղաղությանը տեր ենք եւ այս տեր լինելու հարցում, այո, մենք պետք է որոշում կայացնենք բոլորով, բայց չպետք է մոռանանք, որ բոլորը բաղկացած են մի հոգուց։ Եվ այս է պատճառը, որ ես ասում եմ, այս բոլոր բարդ քաղաքական, տնտեսական, անվտանգային, սոցիալ հոգեբանական, փիլիսոփայական հանգույցների հանգուցալուծումը կախված է մի մարդուց, պատկերացնում եք, իրոք որոշումը մի մարդ պետք է կայացնի։ Եվ ամեն մանավանդ այսօրվա Հայաստանում, որտեղ քաղաքացին որոշում է ամեն ինչ։ 2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանում որևէ ընտրության, որևէ քվեաթերթիկ չի կեղծվել, չի եղծվել։ Ի կատարումն հեղափոխության այն նպատակի, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ իշխանությունը
պատկանում է ժողովրդին։ Քանի ես վարչապետ եմ Հայաստանի Հանրապետությունում, որևէ ընտրության, որևէ քվեաթերթիկ չի կեղծվելու։ Եվ ես ուղիղ ասում եմ, եթե ժողովուրդը այս ընտրությունների արդյունքներով որոշի, որ ես պետքա թողեմ հեռանամ, ես սուս ու փուս շնորհակալությամբ, խոնարհությամբ կթողեմ եւ կհեռանամ։ Բայց եթե ժողովուրդը որոշի, որ ես պետք է մնամ եւ խաղաղության այս առաքելությունը տանեմ միջև վերջ, որպեսզի այս սերնդին մենք կիսատ չթողենք կիսատ հարցեր։ Մեր պարտականությունն է երեխեքին թողել լուծված հարցերով, արտաքին սահմանի խնդիր չունեցող, անվտանգության խնդիր չունեցող, խաղաղության խնդիր չունեցող պետություն, որտեղ իրանք կենտրոնանան իրանց կյանքը, իրանց կարիերան կառուցելու, իրանց բարեկեցությունը կառուցելու, իրենց ազատությունը վայելելու առաջնահերթության վրա։ Եվ հետևաբար երեխեքի հետ իրավունքի հետ կապված խնդրում որոշում կայացնելու է մի մարդ եւ ամեն ինչ կախված է մի մարդուց, ընդամենը մի մարդուց, եւ այդ մեկ մարդը դու ես։ Եվ 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 այդ մեկ մարդը ինչքան էլ հերրու կանգնած ընես դու ես, դու ես։ Եվ այդ մեկ մարդը 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 դու ես։ Ով այն մեկ մարդը, որ վերցնում է պատասխանատվությունը, այս երեխեքի ապագայի համար, այդ մարդը թող բարձրացնի իր ձեռքը, որ բոլորս տեսնենք, որ այդ մարդը, մեկ մարդը վերցնում է։ Եվ այս մարդկանց հավաքական ամբողջությունն է, որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ, արժանապատիվ, պետականատեր ժողովուրդ։ Եվ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Գետահովիտին, Իջևանին, Տավուշի մարզին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, Փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ ժողովուրդ ջան։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար